Մի շարք երկրների համար ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Մեկ հոգի գրել էր, որ շատ լավ տիրապետում է ռուսերենին, եւ դրա համար ես պատրաստեցի այս ֆիլմը, որը ոչ միայն ռուսներին, միջին ասիական բոլոր երկրներին, հին սովետական միության երկրներին, ինչպես նաև Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Հյուսիսային Կորեա, Մոնղոլիա, այդ բոլոր երկրներին սա պետք է շատ հետաքրքրի։ Եվ այս ֆիլմից շատ բան է կախված այդ երկրների լինել, չլինելու հարցը։ Եվ այստեղ մեկնաբանություններ կտամ, բայց ավելի շատ այդ երկրները, եթե կցանկանան, ավելի մանրամասն եւ ամբողջական նրանց պատասխան կտրվի, թե երբ են սա ծրագրավորել եւ ինչու են ծրագրավորել, ինչն է հարցը։ Դրա համար քննարկենք այս բոլորը եւ լավ կլինի, որ անմիջապես այս ֆիլմը արդեն ռուսերեն ոչ հայերի համար, ապա ամբողջ այդ երկրների հին սովետական միության հատկապես միջին ասիական երկրների համար եւ նաեւ Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, եթե գիտեք այդ լեզուները, Հյուսիսային Կորեա, Մոնղոլիա, դրանց համար նույնպես սա կարևոր հարց է։ Ամենակարևոր հարցն է սա նրանց համար, ոչ թե մեզ համար։ Այստեղ նորից բրուտագործն է, ինչու բրուտագործը 20 թվականին անհապաղ կարգադրեց, որպեսզի Արցախը վերցնեն, քանի որ բրուտագործի մայրը մահացել էր արդեն, եւ այստեղ դուք կարող եք բրուտագործի փոխարեն հենց իրեն էլ ներկայացնել, միայն որպեսզի ինձ նորից չփակեն, ես ներկայացնում եմ այս ձևով։ Ինչի Արցախը, եւ եթե մենք նայում ենք ֆիզիկական քարտեզը մեր տարածաշրջանի եւ դիտարկում ենք Արցախը եւ հատկապես Շուշին, մենք տեսնում ենք, որ բարձրավանդակում է գտնվում այս ամբողջը, չհաշված դաշտային Արցախը, եւ այստեղից, եթե մենք Իրան ճանապարհը հաշվենք եւ հաշվենք նաեւ դեպի Թեհրան գնացող ճանապարհը, ապա կտեսնենք, որ ամենակարճ ճանապարհը թիրախավորելու դա Արցախն է, որից պետք է կատարվի։ Եթե այդ ամենը կատարվի Ադրբեջանից, Արցախը գտնվեր հայերի տիրապետության տակ մինչև 20 թվականը եւ դա կատարվեր Ադրբեջանից կամ Նախիջևանից, ապա մուսուլման ցեղերի մոտ կառաջանար մեծ բունտ, որ եղբայր մուսուլմաններին հարվածում է։ Իսկ այստեղ գաղտնի թողելով այդ ամենը 15 կիլոմետր բարձրանալով, ինչպես նաև ինչպես նշում են ամերիկյան այդ 6 ինքնաթիռները, որոնք ռմբակոծել են այդ ամենը, նաև նրանք ստացել են կոնկրետ կոորդինատները Արցախից, ինչի՞ չէ Ալիևը Արցախը բնակեցնում ադրբեջանցիներով եւ այնտեղ միայն անցագրերով կարող են ադրբեջանցիները անցնել եւ հետ վերադառնալ, քանի որ ամբողջ Արցախի տարածությունը այդ 7 շրջաններով հանդերձ դա պոլիգոն է անգլո-ամերիկյան Իսրայելի համար, որտեղից նրանք հարձակում են գործելու Իրանի վրա եւ միևնույն ժամանակ ոչնչացնեն Հայաստանը, որը Նիկոլի օգնությամբ շատ արագ ձևով Հայաստանի ավարտն են բերում։ Այստեղ նաեւ Զանգեզուրի միջանցքը եւ թուրքերը ճանապարհ ունեն Վրաստանով ներխուժելու Ադրբեջան եւ Իրանն է առաջարկել իր աջակցությունը եւ կարող են այստեղով։ Եթե մենք դիտարկենք այս ճանապարհով, ապա այստեղ մի փոքրիկ հատված 30 կիլոմետր անցնելուց հետո նրանք գտնվում են այստեղ։ Ինչն է այստեղ պատճառը եւ ինչ է ցանկանում Թուրքիան կամ Ադրբեջանը։ Թուրքիան եւ Ադրբեջանը ոչինչ էլ չեն ցանկանում։ Ինչը ցանկանում է, դա ցանկանում է միայն
իրենց երկուսի տերը։ Իսկ իրենց երկուսի տերը, որը տվել է մեր տարածությունը իրենց, դա աշխարհի տերն է, դա բրուտագործն է, եւ բրուտագործին ինչ է հարկավոր է սա ամենը, նախ սրանով աշխարհը արդեն մոռանում է իր պատմությունը, քանի որ աշխարհի պատմությունը սկսվում է Հայաստանից, Արարիչ ազգից, որը նույնպես տվյալ երկրների, հատկապես Ռուսաստանի համար կարող եմ ապացուցել ով ենք մենք, որպեսզի Ռուսաստանում գտնվող տարբեր հաղորդագրություններ, որը մեզ են հասնում, չհաչան, որ մենք Հնդկաստանից եկած ենք եւ չափը կապ չունի, կարևորը նա է, թե ով է իրականում աշխարհի արարիչ ազգը։ Եվ պատրաստվում է նաև մեկ ֆիլմ «Բրուտագործ, դու ինքդ քեզ պարտվեցիր» 6 մասից։ Առաջին մասում նշվելու է, որ ով է կառուցել ամբողջ աշխարհի հին բուրգերը եւ հնագույն կառույցները եւ ապացույցներով, դա հայն է։ Ինչի առաջացան տարբեր լոբազգի եւ այլ ուտեստներ, ով է դա ստեղծել, դա նորից հայն է։ Երրորդը, որտեղ էին գտնվում հայերը աշխարհի խաչմերուկում, եւ ինչպես հայերը պարտվեցին բրուտագործներին, բրուտագործները լաց լինելով, երբ որ հայերը գնացին բրուտագործների մոտ, որ սովամահ են լինում եւ աշխատանքի ընդունակ չեն, բայց հայերը այդպես էլ չհասկացան եւ նրանց առաջարկեցին բրուտագործությամբ զբաղվել, դուրս հանել իրենց ապրանքները Ֆրանսիա, Գերմանիա եւ այդտեղից ցորեն եւ ուտելիք ձեռք բերել։ Եվ այդպիսով իսկ հայերը արդեն հայերի հաշվարկով 57,000, բայց իրականում 78,000 տարի արդեն հոգնել էին այդ ամեն ինչից, եւ ամբողջ Եվրոպայից մինչև այսօրվա Հայաստանը կտոր տալով բրուտագործների տարբեր հետամնաց ցեղատեսակներին, որոնց բերում էին նրանք, այսօր հասել են այս իրավիճակին։ Հիմա դուք կասեք նաև, որ աշխարհի առաջադիմությունը դա եկել է Հունաստանից, հունական փիլիսոփայությունը։ Փիլիսոփայությունը դա խաբեություն է եւ խաբեությունը չէր կարող լինել աշխարհի հիմքը, եւ եթե այդպես է, ոչ մի հույն գիտնական չկա, որը գիտության մեջ որևէ ինչ-որ բան է կատարել։ Երկրորդը, եթե հույներն են դա կատարել, ապա որտեղ են այն հիմքերը, թե ինչ են ստեղծել հույները, բացի այն կառույցները, որոնց բրուտագործները նվիրեցին հայկական այդ կառույցները եւ սիցիլիացիներին նրանց կոչելով, հետո հռոմեացիներ եւ իտալացիներ եւ նույնը նաեւ հույներին։ Այդ ամենի մասին նույնպես մոռանանք։ Եվ ամենակարևորը, աշխարհը այսօր գտնվում է իր հերթական ոչնչացման վերջին ժամանակաշրջանը։ Միգուցե 10 տարի, միգուցե 50, միգուցե 100, բայց ոչ ավելի քան 200-300 տարի։ Քանի որ մեկն մեջ կատարվում է երկրագնդի մագնիսական դաշտի փոփոխություն, իսկ այդ ժամանակ, ինչպես մսաղացում, ամբողջը ինչ ստեղծվել է մինչ օրս, այս 78,000 տարվա ընթացքում վերանալու է նորից մարդիկ, ովքեր ֆիզիկապես ուժեղ կգտնվեն, հիշողությունները կորցրած, նորից կենդանիների նման կսկսեն ապրել։ Չմոռանամ ասել նաև այդ բոլոր կենդանիներին, որոնք ունեն սովորույթներ բույն կառուցելու եւ այլն, դա մենք ենք սովորեցրել։ Բացի դա, ձեզ երբեք հարց չի առաջանում, թե որտեղից է առաջացել կովը եւ ինչ է հնդկացիների համար, որտեղ մենք 8-ից 9% հայկական գեներ ունեն եւ չինացիների մոտ 10%-ից ավելի հայկական գեն ունեն։ Այդքան զարգացած է աշխատասիրությունը եւ ամեն ինչ։
ինձ թվում է հասկացաք, որ կովը դա արհեստական նույնպես ստեղծված, ինչպես նաև բոլոր լոբազգիները եւ բազմա մեկ ցողունի վրա բազմահատիկ ցորենը, ինչպես նաև ձեր իմացած կուկուռուզը նույնպես հայերի ստեղծածն է, բայց այսօր հայերի գովքի մասին չէ խոսքը, այսօր ձեր երկրների ոչնչացման հարցն է։ Եվ ինչի Ռուսաստանը մասնակցեց սրան, որպեսզի թուրքերի, բրուտագործների եւ Եվրոպայի հետ ոչնչացնի Հայաստանը եւ Հայաստանը միանա Թուրքիա-Ադրբեջանին։ Բոլորս էլ գիտենք, որ սա երկիր չէ, սա փողոցից բռնած խուժանների խումբ, ստեղծված է մի պետություն, որը Ստալինը ստեղծեց բրուտագործների պահանջով, իբր թուրքերի պահանջով, որը այսօր կատարելու է ամենասարսափելի քայլը, քան կատարելու է որևէ երկիր։ Եվ այս երկուսը, Թուրքիան եւ Ադրբեջանը, այսօր կատարում են նա, որը կբերի ամբողջ Ասիայի այդ հարուստ երկրների ոչնչացման հարցը։ Դրա համար քննարկենք այս բոլորը մանրամասը, որպեսզի հասկանալի լինի։ Ինչի համար էր Էրդողանին հարկավոր մեծ Թուրանը եւ ինչի որոշ ժամանակ առաջ նա սկսեց այդ հարցը բարձրացնելը, ինչի արևմտյան Ադրբեջան եւ այլն, որտեղից են այդ դրույթները, կամ Նիկոլա հայկական եկեղեցին է ոչնչացնում, որը աշխարհի ամենահին եկեղեցին է, քրիստոնեական եւ այլ հարցեր։ Դրա համար անցնենք նաեւ Իրան-Իսրայել պատերազմին։ Բրուտագործները լավ հասկացան, որ պետք է սրան նույնպես շարքից հանել, այսինքն ինչպես շարքից հանել։ Ռուսներին ուկրաինական պատերազմի միջոցով այս վերջերս արդեն Տրամպը Պուտինին առաջարկեց, դե լավ, այդ գրաված շրջանները եւ խրիմը կմնա ձեզ, վերջացնենք պատերազմը եւ Պուտինը ավելին պահանջեց եւ այսօր Ուկրաինան ընդհանրապես բրուտագործներին պետք չէ։ Ինչի համար պետք չէ։ Ուկրաինան ավիրել է եւ եթե ռուսները վերցնեն իրենց Ուկրաինան, դա իրենց գլխին չարիք է։ Եթե Եվրոպան միացնի իրենց, Եվրոպայի գլխին է չարիք։ Բրուտագործներին պետք էր Ուկրաինան վերացներ, որը կարող է լինել զարգացած երկիր Ֆրանսիա, Գերմանիայի նման Եվրոպայում եւ միևնույն ժամանակ ավելի հարուստ երկիր եւ սովետական միությունից մնացած ինժեներատեխնիկական եւ այլ կառույցներ կարող էր ցանկացած բնակավարում զարգանալ, դրա համար նրանց պետք էր մի պատերազմ, որպեսզի որևէ մեկը ավիրեր դա։ Նախ այդտեղ բերեց բազմաթիվ ջհուդական եւ նաեւ բրուտագործների երկու երկրների իբր ծորենի եւ այլ արտերը նրանք գնեցին, դա կատաղություն առաջացեց Պուտինի մեջ եւ արձակվեց, որպեսզի իբր նա էլ մտնում է ՆԱՏՕ-ի մեջ։ Դա միևնույն է, որ փողոցում կանգնած ինչ-որ մեկին երբ որ խրատում ես, մեկ ուրիշը անցնում է, սկսում է հայոել, որպեսզի նա կռվի։ Եվ դու դրան չես մասնակցում։ Ինչպես այստեղ նաև, եթե չգիտեք, ապա հրեաները դրանք ամենատանջված ազգն են եւ բրուտագործները նրանց օգտագործում են իբրև աշխարհի տեր, նրանց օգտագործում են իբր ամենահզոր։ Եվ այս պատերազմը ինչի համար նաև բրուտագործը կանգնացրեց, քանի որ չէին մտածում, որ Իրանը նույնպես կարող է հարձակվել եւ եթե մենք վերցնում ենք այսպես, որպեսզի այստեղից կարողանա հարձակվել այստեղ, սա ավելի մեծ ճանապարհ է, քան այսքանը։ Եվ դրա համար նախ Արցախը բրուտագործը տվեց ազերիներին եւ որից հետո այս հարձակումը տեղի ունեցավ։ Եվ նաեւ սրանք լավ գիտեն։ Իսկ եթե դուք լավ ուսումնասիրում եք,
ապա եւ Թել Ավիվը եւ մի քանի քաղաքներ եւ ինչպես նաեւ Իրանն է ավիրված։ Եվ ես ձեզ հարց եմ տալիս, բրուտագործների այն մեկ ուրիշ մայր ցամաքում, որտեղ բրուտագործներն են, թե եվրոպական բրուտագործները, թե այլ բրուտագործներ, այնտեղ որևէ մի բոմբ ընկել է կամ այնտեղ մի վնաս տրվել է, ոչ։ Ովքեր վնասը կրեցին, հրեաները եւ իրանցիները։ Այս նույն մեխանիզմը օգտագործելու են նաեւ Ռուսաստանի, Չինաստանի եւ մյուս ատոմային զենք ունեցողների համար։ Եվ ինչ եմ այստեղ այս տականքներին ներկայացնել, քանի որ նման տականքներ ոչ միայն այս 3 երկրներում կան, նաև կան այլ երկրներում, որոնց գնելով օգտագործում են բրուտագործները իրենց չարագործությունները կատարելու համար։ Եվ այստեղ այս տարածությունը, որպեսզի սրանք անցնեին, կամ որտեղից այդ ինքնաթիռները կարողացան ռմբակոծել ատոմային այդ բոլոր կառույցները Իրանի։ Նրանք եթե եկել են այստեղից, իրանցիները կտեսնեին, եթե եկել են հեռվից, նույնպես կարող էին այդ բարձրության վրա ուսումնասիրել եւ տեսնել, կամ եկել են Աֆղանստանից, կամ եկել են նրանք այստեղից, կամ Սիրիան արդեն ոչնչացած, կամ եթե այստեղից նրանք գիտեն, որ սրան նույնպես Իրաքը լավ հսկում են իրանցիները, կամ Սիրիայից Թուրքիայով եկել է այստեղ այս ճանապարհով, կամ եկել է նա Աֆղանստանից, ուրիշ ոչ մի տեղից, իսկ ծովից նա չէր կարող գալ։ Եվ այստեղ չպարզենք, թե որտեղից եկան նաև այդ ինքնաթիռները։ Միայն պարզ է, որ Թեհրանը եւ մոտակա Թեհրանի շրջանները ռմբակոծվել է Արցախից սրա թույլատրությամբ։ Եվ սրան այսօր բրուտագործները դրել են թևերի տակ փափուկ բարձ, որ դու հզորանալու ես, դու դառնալու ես մեծ թուրանի անդամ, եւ նա նույնիսկ Պուտինի վրա է մատ թափ տալիս, երբ որ ցանկանում է։ Եվ այստեղ մոտենանք արդեն մեծ թուրան հարցին։ Ում է ձեռնտու այդ մեծ թուրանը, երբ որ սրանք բոլորը միանում են իրար։ Ում է դա ձեռք տալիս։ Դա ձեռք է տալիս մեզ, ձեռք է տալիս ինչ-որ մեկին, թե կա ինչ-որ մի ուժ, որին ձեռք է տալիս, որ այսպես սրանք բոլորը միանան իրար։ Եվ սա էլ հետները մեջը մտնի, եւ նույնիսկ կարող է Պակիստան, այսպես դառնա մի մեծ թուրան։ Սա ում է ձեռք տալիս, եւ ինչի է հարկավոր այս մեծ թուրանը։ Եվ այդ հարցի պատասխանը հենց այստեղ է։ Եթե մենք վերցնում ենք, որ ռուսները բարյացակամ հանձնեցին Արցախը ադրբեջանցիներից եւ այստեղից այստեղ ավելի մոտիկ է, քան Իսրայելից Իրան, միևնույն ժամանակ այստեղից ավելի մոտիկ է Ռուսաստանը։ Եվ Իրանի հարցը որոշելուց հետո նաեւ ադրբեջանցիները արդեն պետք չեն, բրուտները պետք է արդեն այստեղ խլբրտուկ ստեղծեն եւ հարձակվեն Ռուսաստանի վրա։ Եթե դա կհաջողվի, չի հաջողվի, հիմնական բրուտագործների այստեղ պլանը որն է։ Եթե մենք վերցնում ենք բրուտագործներից մինչև Մոսկվա կամ որտեղից կարող է հասնել այդ ռումբերը, դա շատ մոտ տարածություն է։ Իսկ եթե ռուսների այս մասում գտնվող, այս մասում գտնվող, այս մասում գտնվող, այս մասերում գտնվող ատոմային զենքերը վերացնեն, նաև Չինաստանի օրինակ այս մասերում է եւ Հնդկաստանի օրինակ այս մասերում է, որտեղից է հարմար, որովհետեւ բրուտագործները, որ ես ասում եմ, այդ ամբողջը միասին վերցրած, սրանք բրուտագործների մեջ մտնում են, սրանք բոլորը դրանք բրուտագործներ են, սրանք եւ իրենք։ Որտեղից է հարմար այստեղից, ինչի այստեղից նրանք կատարեն, որովհետեւ նաեւ սրանք ստանան հարված, կամ այս երկուսից կատարեն, կամ հենց իրենց մայրաքաղաքից կատարեն, երբ որ ստանան հարված։
Ավելի հարմար է, որպեսզի բրուտագործները հարված են Ղազախստանից, Թուրքմենստանից, Տաջիկստանից, Կիրգիզստանից, հարված են եւ Հնդկաստանին, եւ Չինաստանին, եւ Մոնղոլիային, եւ Հյուսիսային Կորեային, ոչնչացնելով բոլորի ատոմային զենքը։ Այդտեղ ատոմային զենքով կմնա միայն Իսրայելը եւ կմնա Ֆրանսիան, մնացածը չունեն։ Սրանք էլ նրանց հլուհնազանդ ստրուկներն են, կվերցնեն դա եւ ամբողջ աշխարհը կլինի արդեն չմո իրավիճակում, ստրկացած իրավիճակում, ինչպես կցանկանան, դրանից հետո նրանց հետ կարող են վարվել։ Հենց սա է մեծ Թուրանի իմաստը, թե ինչ են ցանկանում մեծ Թուրան ստեղծել, եւ իբր դրա հեղինակը Էրդողանն է եւ Պուտինն էլ ողջունել է դա եւ դրանով նաեւ տվեց Արցախը եւ Հայաստանն է փորձում տալ։ Եթե մենք իրականում վերցնում ենք, ապա Հայաստան, Վրաստան, Իրան դա եվրոպական մասից, որպեսզի չներխուժեն այս ամենի վրա ամենակարևոր երկրներն են Վրաստան, Հայաստան, Պարսկաստանը եւ միանգամից կտրել նաեւ Ադրբեջան եւ Թուրքիա կապը եւ թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանը կարողանա զարգանալ կամ ինչ-որ բան իրենից ներկայացնի։ Ռուսները 15 միլիարդի համար, որ Ադրբեջան էին ուղարկում իրենց նավթը եւ դրանից հետո Թուրքիայով Եվրոպային, 11 միլիարդի համար իրենք ամբողջ երկիրն են կորցնում, իսկ 11 միլիարդ ամեն մի ռուսական վաշխառուի գրպանում կարող է լինել։ Ինձ թվում է հասկանալի է բոլորին, թե ինչի համար է բրուտագործը ցանկանում մեծ Թուրան ստեղծել, իբր ստեղծման հեղինակը այս կազյոլներն են, սրանք են փորձում դա անել։ Ինչպես մենք տեսանք, այստեղ այս ճանապարհը շատ երկար է, քան այս ճանապարհը, նույնը այստեղ մենք տեսնում ենք, որ որպեսզի բրուտագործների վրա ոչ մի զենք չընկնի, եթե հարվածը կատարում է այստեղից այստեղ, պարզ է, որ առաջին հարվածը սրանք պետք է տան այստեղ։ Կամ այստեղից հարված է տրվում սրանց, կամ այստեղից հարված է տրվում սրանց, պարզ է, որ սրանք պետք է հարվածեն, ոչնչացնեն իրենց հարված տվողին։ Եվ այս պարզ թվաբանության մեջ աշխարհը լուռ է չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Եվ սա է այն ամբողջ մեծ ծրագիրը, ինչ որ բրուտագործները մտածել են եւ բրուտագործները ցանկանում են կատարել։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել եմ, ամեն մի ֆիլմում, ամեն մի խոսակցության ընթացքում բրուտագործները մեկ գործողությամբ կատարում են իրենց մի քանի նպատակը միաժամանակ։ Դուք տեսաք, օրինակի համար, ռուս-ուկրաինական պատերազմում ոչնչացրեցին երկու երկրները եւ այն միֆը, որ Ռուսաստանը ուժեղ ռազմական երկիր է, եւ միևնույն ժամանակ ավերակներ դարձրեցին եւ Ուկրաինան եւ Ռուսաստանին որոշ չափով։ Միևնույն ժամանակ նաեւ Պուտինին ստիպեցին, որպեսզի նա հրաժարվի Հայաստանից եւ Արցախից։ Նույնը Իրանի վրա հարձակվելու ժամանակ, այս կռիվը կատարվելու ժամանակ, որը այստեղից էր կատարվել, ստիպել են, որպեսզի Զանգեզուրի միջանցքը Նիկոլա հեշտ հանգիստ այս տականքը, որպեսզի տա թուրք ազերիներին, Հայաստան այլևս չի լինելու, այստեղ Հայաստանի հարցը չէ, այսյական երկրներին այս պատնեշը, այս երեք երկրների պատնեշը, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, սա օդ ու ջրի պես անհրաժեշտ է, քանի որ եթե մենք աշխարհի քարտեզն ենք դիտարկում, ապա այստեղից նրանք չեն արձակվի, քանի որ իրենք կստանան երկու երկրների վրա մեծ հարվածներ, այստեղից չեն արձակվի, մնում է այստեղ Թայլանդից արձակվեն, այն էլ այստեղ արագ կոչնչանա,
Եվ այստեղ ամենակարևորը, որպեսզի այս երկրները կարողանան բոլորին քաշել այսպես իրենց եւ բոլորին ապացուցեն, որ աշխարհի չարիքը նրանք են։ Եվ եթե այսքանը վերցվում է, միևնույն ժամանակ եթե կարողանում են Լատինական Ամերիկայի երկրներին համոզել, ապա իրենք են չմոյի իրավիճակում հայտնվում։ Դրա համար սա շատ կարևոր է եւ պետք է բոլորին բացատրել, թե հիմնական նպատակը բրուտագործների ինչն է։ Իսկ սա, այս որ նրանք ցանկանում են բացել նոր մետաքսի ճանապարհը Չինգիզ խանը հենց իրենք են հնարել եւ դրա միջոցով փակեցին մետաքսի ճանապարհը, հայկական մետաքսի ճանապարհը, որը գնում էր Չինաստան, Հնդկաստան եւ գալիս Հայաստան եւ ամենուր, դրանք փակեցին եւ նույնիսկ շլյուզներ ստեղծելով բարձանում էին մինչեւ Պեկին եւ այնտեղից սկսեցին արդեն այս ճանապարհով բերել ամեն ինչ դեպի բրուտագործների մոտ, բայց բրուտագործների ինչին է հարկավոր բացել այս ճանապարհը, եթե նրանք սրանց բոլորին դարձնեն իրենց չմոները եւ վերացնեն եւ այստեղ նույնպես պետք է ատոմային պատերազմ լինի, քանի որ նրանք ցանկանում են վերացնել բոլոր ատոմային երկրները, դրա համար չեն թողնում Իրանը ունենա եւ այսպիսով նրանց երբեք անհրաժեշտ չէ այդ ճանապարհը։ Միակ բանը, որ նրանք ցանկանում են անել աշկ փակելու համար իբր թունելներ եւ այլն ամեն ինչ ստեղծում են, ապա Չինաստանից Ռուսաստան Բրեժնևի ստեղծած կար Բայկալ-Ամուրյան մագիստրալը, թող դա լավացնեն, այդտեղով տանեն, ինչն է իրենց խանգարում, թե ռուսները աշխարհի թշնամիներն են, իրենք աշխարհի բարեկամներն են։ Տեսնում եք, որտեղ է թաքնված այս ամենի իրական նպատակը։ Երբ որ նկատում ես Պուտին եւ այլն, այս հիմնական այս տականքին բոլորի միջնորդն է, բոլորի այս ամեն ինչը, սրանք բոլորը սրանք բրուտագործի լեզուներն են, բրուտագործի ցանկությունը հայտնելով աշխարհին եւ միմյանց։ Սրանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Նույնը նաև սա։ Եվ երբեք սրանք չեն եղել աշխարհի տեր եւ այս ֆիզիկապես տկար տեսակը չի կարող լինել աշխարհի տեր։ Այս էլ պետք է լավ հասկանալ եւ ամենավերջում նշեմ, որովհետեւ եւ ռուսների համար պարզ լինի, եւ չինացիների եւ բոլորի համար պարզ լինի։ Այս ամենը մենք կարող ենք ձեզ բացատրել ավելի մեծ փաստերով եւ իրողությունները ինչ է տանում դրան եւ ինչն է այստեղ բրուտագործների հիմնական պատճառը։ Մենք կարող ենք այս ամենը ապացուցել, բացի դա կարող ենք քանդել եկեղեցին ապացույցներով, զրկելով բրուտագործներին, կռվեցնել քրիստոնյա եւ մուսուլման մարդկանց, այստեղ չի նշված ինչպես նաեւ երկրների։ Եթե Ռուսաստան, Չինաստան եւ այլ ատոմային զենք ունեցող երկրներ, ինչպես նաեւ Միջին Ասիայի երկրները եւ Մոնղոլիան չմիանան եւ չկազմեն միասնական պաշտպանական համակարգ, ապա նրանք կոչնչանան եւ կստրկանան։ Սա հենց դրա մասին է խոսքը։ Սա կլինի ատոմային երկրների վախճանը եւ աշխարհի լիակատար ստրկացումը բրուտագործների կողմից։ Արքայից արքա Մուրադ Խալթեցի եւ Բժտա երկուսը միասին։ Եվ ինչի համար այս ֆիլմը կազմեցի, քանի որ նրանք նույնպես ուսումնասիրում են այս իմ ֆիլմերը եւ նրանք նույնպես ինչ որ ես այլևս նրանց անունը չեմ տալիս, ուղարկում են նաև նյութեր, որոնք ես պետք է նաև ներկայացնեմ ձեզ, միգուցե իմ անունից, ոչ թե իրենց անունից, պատճառը նա է, որ նրանք պետք է որքան հնարավոր է ավելի գաղտնի մնան։
Եվ այստեղ նաև հարց էին տվել, ինչի ես չեմ երևում, չեմ ցուցադրում իմ դեմքը։ Կային մարդիկ, որոնք ցուցադրեցին իրենց դեմքը, կային մարդիկ, որոնք նաև ներկայացան, նաև միտինգներ ղեկավարեցին, բոլորին փակեցի եւ ազգը լուռ ու մուռ գնաց ամեն մեկի իրեն տուն իրեն խորովածը ուտելու։ Եվ Հայաստանի այսօրվա ամենաբարդ իրավիճակում ես չեմ ցանկանա, որպեսզի ես երևամ, եթե ես կարող եմ նույնիսկ երկար ժամանակ օգտակար լինել իմ երկրին, գաղտնի մնալով, քան թե ինչ որ մեկը կամ մի քանիսը պետք է տեսնեն իմ դեմքը, թե ով եմ ես։ Եվ նաև հաջորդ հարցը, սա ոչ թե նաև մեր երկրի, նաև ամբողջ աշխարհի եւ մի երկրով աշխարհը չի վերանում, մի երկրով դարդերը չեն վերանում, սա ամբողջ աշխարհի դարդն է, այս բրուտագործը եւ պետք է միավորել այդ բոլոր երկրներին, իսկ երկրներին միավորելու համար, ինչպես նշեցի, ստեղծված է այն ֆիլմը, որը կոչվում է «Դու ինքդ քեզ պարտվեցիր բրուտագործ»։ Դա ոչ թե հայոյանք է նրան կամ ինչ որ այլ նյութ, այլ ապացույցներ, որ ինքը խլելով հայերից աշխարհի տիրապետությունը, ինչպես է աշխարհը տանում կործանման, ոչ թե տանում է նաև աշխարհը կործանման կամ հայերից կործանման, նաև ինքը իրեն իր տեսակը եւ բոլոր տեսակներն է տանում կործանման։ Քանի որ հայերը երկիր մոլորակում հայտնվել են 3 միլիոն տարի առաջ եւ 33 անգամ նորմալ կառավարել երկիր մոլորակը, 34-ում նույնպես 78,000 տարի կառավարել, վերջին մի քանի հազար տարում բրուտագործները վերցնելով երկիրը աղավաղեցին, ինչպես առաջին երկու անգամները եղել է եւ հազիվ ենք մենք փրկել այդ ամենը եւ դրա համար առաջարկություն է իրոք բրուտագործին, թե ինքը ինչ կատարի, ինչ է սխալներ կատարում եւ իր ազգի եւ իր ցեղի եւ իր տեսակի եւ ամբողջ աշխարհի եւ չի կարելի որպեսզի տիեզերքի բնության եւ հայ աստվածների գրած օրենքների չշեղվել, քանի որ այդ շեղումը բերում է հենց քո կործանման։ Ինչպես ասում են, Աստծո դատաստանին ես արժանանում եւ երբ որ Աստծո պատվիրանները չես կատարում։ Իսկ հայ աստվածները դրանք ոչ թե ինչ որ տիեզերական մարմիններ են կամ ինչ որ գեր, այլ մարդիկ, որոնց հիշողությունը ավելի մեծ է եւ նրանք կարողանում են այդ հիշողությամբ հիշել ամենը ինչ տեղի ունեցել եւ որովհետեւ չկրկնվի չարիքներ լինեն միայն բարիք։ Սա է։ Իսկ եթե դուք տիեզերքում կամ որևէ տեղ փնտրում եք աստվածներ, ապա սխալվում եք, կարող եք ամբողջ կյանքում փրկել եւ չգտնել։ Եվ այս ամենը պետք է ներկայացվի նաեւ այս ցեղատեսակներ, թե ազգերին, ինչպես իրենք իրենց անվանում են, դա չէ կարևորը, որպեսզի նրանք հասկանան, որ մեծ թուրանը դա հենց իրենց ոչնչացումն է։ Եվ եթե աշխարհի քարտեզը նրանք տեսնեն, նրանք այն կետն են, որտեղից ավելի հեշտ է հարվածել այդ երկրներին, եւ իհարկե այդ երկրներն էլ պետք է հարվածեն հենց իրենց, եւ հենց իրենք են ստանալու ատոմային հարվածներ, ոչ սա է ստանալու ատոմային հարված, ոչ սա է ստանալու ատոմային հարված, ատոմային հարված Ռուսաստանից, Չինաստանից եւ այլ երկրներից հենց դուք եք ստանալու։ Եվ դրա համար, եթե դուք պաշտպանում եք այսօր սրանց, որոնք բրուտագործների գործն են կատարում եւ միևնույն ժամանակ Պուտինյան այդ կառավարությունը ռուսական, ապա դուք սխալվում եք Ռուսաստանին եւ ամբողջ Ասիային տանում եք հավերժ կործանման, որը կբերի նաեւ ամբողջ աշխարհի, քանի որ դուք ինչ որ հակակշռեք աշխարհի համար։ Այսքանը